Պարոն Մխիթարյան, ձեր կուսակցության առանցքային դեմքերից մեկին են կալանավորել, մտահոգություններ չկան, որ շղթան կարող է երկարել եւ դուք եւս հայտնվեք կալանավայրում։ Միանշանակ մտահոգություններ չկան, չենք զարմանա, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք։ Իմ ընկեր Ալիգ Ալեքսանյանը վստահ եմ շատ ուժեղ է։ Հիմա ճիշտ է, ընկերս վերջի մի քանի ամիսներին շատ ծանր ու գերծ ծանրաբեռնված վիճակ է ունեցել։ Մի քանի օր կհանգստանա, վստահ եմ նաեւ բողոքարկելու ենք որոշումը, վերաքննիչ կտադանը ճիշտ որոշում կկայացնի, իսկ պետք է ընդամենը հասկանալ, որ մենք այլևս որևիցե կերպ ոչ ձերբակալվելուց, ոչ կալանավորվելուց, որևիցե վարչական ռեսուրսի օգտագործումից կամ նման ոչ օրինական ճանապարհներից ու քայլերից, որը ուղղորդված է Նիկոլ Փաշինյանի ու իր խմբակի կողմից, չենք վախենում, չենք վախեցել եւ միանշանակ չենք վախենալու։ Պարոն Մխիթարյան, հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար զայնագրություններ է հրապարակում կապված ուժեղ Հայաստանի հետ, կաշառքի դեպքեր եւ այլն։ Դրանք բազմաթիվ են։ Ինչ կարող եք ասել։ Իրավապահ մարմինները ապացույցներ են հրապարակում, ձեր թիմը ասում է, որ այդպիսի բան չկա։ Տեսեք, ես սա որպես պատասխանում եմ նաեւ իրավաբան ու փաստաբան, այդ ամեն ինչ այդ զայնագրությունները պետք է դերևս ապացուցի, որ իրական են, որ կան։ Դրա համար պետք է փորձաքննություններ։ Եկեք չմտնենք Նիկոլ Փաշինյանի ու իր շատ փոքրիկ խմբակի դաշտ, որտեղ ամենաբարձր նույնիսկ պաշտոններ զբաղեցնող անձինք միջև Տադանի որոշում են կայացել, թե ով է մեղավոր, ով մեղավոր չէ։ Դրա համար կա Տադական համակարգ, բայց եթե մենք ուզում ենք հույս տնել այսօրվա Տադական համակարգի վրա, կարծում եմ բավականին դժվար կլինի ունենալ օրինական ու ոչ աբորինի վճիրներ որոշումներ, վստահ եմ դա լինելու է հունիսի 7-ից հետո, բայց նաև պետք է նշել, որ ելի եմ կրկնում այդ զայնագրությունները, ցանկացած տեսակի որոշում, տեղեկատվություն, ինֆորմացիա, քանի որ նաև կդրված են, դա որևիցե մեկը չի կարողանալու ու անհնար է փաստել, որ իրական է թե չէ։ Դրա համար մենք ունենք տադաներ, դրա համար մենք ունենք օրենքներ, բայց Նիկոլի թվին, Նիկոլի օրոք դժվար կլինի ունենալ ու հավատալ տադարաններին, որովհետև այն ռեսուրսի օգտագործում ընդդեմ տադարանների այդ WhatsApp-յան արտարադատությունը, չգիտեմ, Facebook-յան կամ ազգային ժողովի ամբիոնից խոսույթները, որոնք հստակ ուղղորդված են, այդ մասով հույս ունենալ, որ կունենանք անկախ, անաչառ ու արտար տադան ու տադավոր մի քիչ կարծում եմ ճիշտ չէ։ Դուք ունեք պլան B ընտրություններից հետո։ Մենք նաև պլան C-ն ու D-ն ունենք։ Կարող եք ճակերտներ բացել։ Չէ, միանշանակ չենք բացի ճակերտների սպային, բայց մենք անելու ենք օրինական հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի ժողովրդի քվեն հասնի իր տեղը, ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները հունիսի 7-ին բոլոր առանց բացառության Հունգարիայի օրինակով գնալու են ընտրությունների, իշխանությանը ուղարկելու են համապատասխան տեղը ու նաև մենք էլ միանշանակ ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Իսկ եթե բարդվեք ընտրություններին, ընդդիմության տեսքով կհայտնվեք խորհրդարանում, կվերցնեք մանդատները։ Ինչպես պարոն Կարապետյանը նշեց, մենք այդ տարբերակը չենք քննարկում ու վստահ գնում ենք առաջ։ Մի քանի օր է մնացել, սպասենք, միասին տոնենք մեր հաղթանակը, հայ ազգի հաղթանակը։ Մանդատները վերցնել չվերցնելու հարց չեք քննարկում, թե Պարտվելու դեպքում մենք չենք քննարկում պարտվելու տարբերակ, մենք հաղթելու ենք։ Այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին դառնա վարչապետ, դուք ձեզ պատկերացնում եք ընդդիմության կերպարում, դերում, խորհրդարանում։ Միանշանակ չենք պատկերացնում, չի է լինելու նման բան, ասեմ ավելին, ձեր հարցին այսպես պատասխանեմ, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անհասկանալի կերպով հաղթի ընտրություններին, դա շատ ավելի վատ է լինելու, քան մեր ընդդիմությունը աշխատելը, որովհետև այդ պարագայում մենք չենք ունենալու Հայաստանի Հանրապետություն։